Շնորհակալություն։ Խաժանդատարը, քանի պատմություն։ Առաջին հարց է նշում կանանց անձի չափանիշը։ Ես պնդում եմ, որ այն հաստատությունները, որոնք հրապարակային չի, ոչ հրապարակային հաստատություններ կան չկան, այն ինչ որ հրապարակային, ինչ որ հրապարակված է, ինչ որ իմ անվերելի քչի շատ ինֆորմացիան ես կարողացել եմ թարգմանել, դա բացառապես խոսքը վերաբերում է անձի դիրքին հասարակության մեջ, որովհետև նախորդ վարքագիծը ոչ մի քիչ չէ։ Մեկ երկրորդ Սամվել Վարդանյանը ինչ գործունեություն ունի։ Բացառում են պատվաստանատանը, Սամվել Վարդանյանի ձերբակալել էին էլի հանրային խոսք հնչեցնելու համար։ Հարկացություն կար ժամանակներում բացի թողել, որովհետև այլ միջամտություն չէ։ Այդ առիթով նրան հրավիրել են։ Դա հանրային դիրքի մասին չի խոսում, այսինքն նրան ոչ թե կանչել են որպես ինչ-որ որոնի էքսպերտ, ինչ-որ կուսակցության անդամներ, սա շատ կարևոր է, որ քանի որ Facebook-ի մասին եք խոսում, այդ օրերին ես հիշում եմ ամբողջ Facebook-ը հակառակ կողմից քաղաքացիական պայմանագրի Սամվել Վարդանյանն իշխան դիմադրի կուսակցություն կա, նրանց չէ վերաբերում, այնինչ ես ընդհանրապես որևէ քաղաքական կուսակցության անդամ չի եղել, գործունեությունը հիմա չի։ Սամվել Վարդանյանի մասով այդ անձի հատկանիշը բոլորովին այն չի, ինչ որ ներկայացնում է արգելի հանրային մեղադրումը։ Դա նրա հանրային դիրքին է վերաբերում եւ դա հանրային ցածր դիրք ունեցող անձ էր։ Մի հատ է լինել հաղորդմանը, էլի նկատմամբ ապօրինության հետ կապված։ Ցանկացած մարդ, որ ապօրինության է ենթարկվում, դա հանրային որոշակի հնչեղություն է ստանում, մարդիկ կարող են հրավիրել մեկ-երկու օր լրագրողները լուսաբանել։ Մի շաբաթ հետո ոչ մի կերպ մարդը չի հիշում։ Հաջորդը համատեքստի հետ կապված, սոցիալ-քաղաքական համատեքստը, պատվաստանատանը, ձեզ խնդրում եմ, հանրային մեղադրողի խոսքը լսել, չգիտեմ հիմա լավ հիշում ա թե չի հիշում, ես երեկ եմ համացրել եմ, այնտեղ բոլորովին ուրիշ բաների մասին է խոսքը, հիմա խոսում ա սոցիալ-քաղաքական համատեքստի մասին։ Այո, պատվաստանատանը, սրա մասին է խոսքը։ Այստեղ սոցիալ-քաղաքական համատեքստ ասելով մենք պետք է հասկանանք կոնկրետ համատեքստ, ոչ թե ընդհանրական։ Այն որ 2021 թվականին ազգային ժողովի հետո բանի եւ այլ տեղերում նոյեմբերից հետո իրադարձություններ են տեղի ունեցել, դա ոչ մի կապ չունի 2024 թվականի համատեքստի հետ, այդ պահի համատեքստի կարգ։ Այդ պահին ես հիշեցնեմ 2024 թվականի ապրիլին, բան չկար, ինչ-որ միցինգներ չկային, սրա մասին է խոսքը։ Դա է սոցիալ-քաղաքական միջավայր, այդ պահին ինչ-որ հասարակությունը հայտնաբերել է միջավայր, չէ, այլ բան չի, հիշենք այդ պատմվածքը, նման բան չկա։ Խաժանդատարան եւ վերջում հանրային մեղադրումը նշանակում պայթյունի կարող է բերել։ Պայթյունը ուրիշ բան կարող է բերել, մարդկանց բերանը փակել կարող է։ Ես չէի անդրադառնալ, եթե ոչ այնքան իրավական ձևակերպում չի, դա կարող է պայթյունի բերել, մարդկանց բերանը փակելը, խնդրական դրսևորում իրականացնելը։ Երկու տարբեր մարդկանց համարժեք իրականացությունների, համարժեք գործերի, մեկին քրեական գնահատական տալը, մյուսին արմատապես տարբերվող քրեական գնահատական տալը։ Այդ ամենը չի կարող բերել։ Ոչ թե այդ Սամվել Վարդանյանի գործողությունը, մարդը ջղայնացած էր, իր ջղայնությունը մեջից անցավ, այդ Facebook-ում պոստ գրել ջղայնացած էր, ջղայնությունը անցավ, հետո շնորհակալություն, խնդրում ենք Հայաստան արտադրության։ Այլ ընդհանրություններ ունենք։